Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Գրիմ եղբայրների Լուսերեսն ու Վարդերեսը հեքիաթը։ Լինում է չի լինում մի աղքատ կին, ապրում է մի փոքրիկ տնակում, տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ երկու վարդի թուփ, մեկը սպիտակ վարդի, մյուսը կարմիր։ Այդ վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում, մեկի անունը Լուսերես, մյուսինը Վարդերես։ Երկուսն էլ այնքան լավն ու բարի, այնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես հենց այս երկուսն էին այսպիսին այս բովանդակ աշխարհում։ Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքուշ, իսկ Վարդերեսն ավելի կայտառ ու աշխույժ։ Վարդերեսը սիրում էր հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Լուսերեսը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում մորը կամ էլ նրա համար գիրք էր կարդում։ Երկու քույրն էլ այնքան էին իրար սիրում, որ հենց թեթևի տված ման էին գալիս, ու երբ Լուսերեսն ասում էր, մենք երբեք չպետք է իրարից բաժանվենք, Վարդերեսը պատասխանում էր, երբեք, քանի կենդանի ենք։ Իսկ մայրն ավելացնում էր, մեկդ ինչ որ ունենա, պետք է կիսի մյուսի հետ։ Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառում ու պտուղ էին քաղում, ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց։ Նապաստակը հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց կողքով, իսկ թռչունները հանգիստ թառած ուսերին երգում էին։ Եթե երբեմն ուշանում էին անտառում ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Մայրը գիտեր այդ մասին ու չէր անհանգստանում։ Մի անգամ էլ երբ անտառում գիշերում են ու լուսաբացին արթնանում, տեսնում են կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի սիրուն երեխա։ Երեխան վեր է կենում, ժպտալով նայում նրանց ու առանց մի խոսք ասելու հեռանում, մտնում անտառի խորքն ու անհետանում։ Աղջիկները նայում են չորս կողմը, տեսնում են, որ իրիկունը մտնով եկել են քնել մի անդունդի եզերքին, ու եթե մտնում մի երկու քայլ էլ արած լինեին, պետք է անդունդը գլորվեին։ Գալիս են իրենց մորը պատմում, մայրն ասում է, դա անպատճառ պահապան հրեշտակն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխաներին։ Լուսերեսն ու Վարդերեսն իրենց տնակն այնպես մաքուր էին պահում, որ մտիկ անելուց մարդու դուր էր գալիս։ Ամռանը գլխավորապես Վարդերեսն էր տան գործերն անում ու ամեն առավոտ մոր արթնանալուց առաջ մահճակալի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ երկու վարդ, մեկը սպիտակ, մյուսը կարմիր։ Ձմեռը Լուսերեսն էր կրականում ու պղինձը դնում կրակին, պղինձն էլ այնպես մաքուր սրբած էր լինում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դրսում ձյունը փաթիլ վրդում էր, մայրն ասում էր, Լուսիկ ջան, գնա դռան փակը գցիր, հետո նստում էին բուխարու առջև, մայրը գիրք էր կարդում աղջիկների համար, իսկ աղջիկները լսում էին ու մանում։ Կողքներին պառկած էր լինում իրենց գառը, հետևում թառի վրա քնած սպիտակ աղավնին, գլուխը թևի տակ դրած։ Մի երեկո էլ, երբ այդպես նստած են լինում, մեկը դուռը ծեծում է։ Մայրն ասում է. Վարդուշ ջան, շուտ վեր կաց, դուռը բաց արա, անօթևան ճամփորդ կլինի, դուռը ծեծում է։ Վարդերեսը գնում դուռը բացում է, մեկ էլ ինչ տեսնի, դռան ետևում կանգնած է մի ահագին արջը, որ դուռը բացվելուն պես ներս է մտցնում իր հաստ գլուխը։ Վարդերեսը վախից ճչում է ու ետ թռչում։ Գառը սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Լուսերեսը մտնում է մոր մահճակալի ետևը։ Այնինչ արջը հանկարծ լեզու է առնում ու ասում. Ինչու եք վախենում, ես ձեզ վնաս չեմ տա։ Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանա։ Վայ, խեղճ իմ արջ աղբեր, բացականչում է մայրը։ Դե արի կրակին մոտիկ պառկիր, միայն թե զգուշ բուրդդ չխանձվի։ Վարդուշ ջան, Լուսիկ ջան, դուրս եկեք, արջ աղբերը ձեզ ձեռք չի տա, արջ աղբերը բարի է։ Աղջիկները դուրս են գալիս, կամաց մոտենում են արջին ու շուտով ամեն ահու երկյուղ վերանում է։ Արջն էլ ասում է. Երեխեք ջան, թե կարող եք, ես իմ բրդի վրայի ձյունը թափ տվեք։
Աղջիկները վազում են ավելը բերում, արջի բուրդը մաքրում սրբում են ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև։ Աղջիկներն ընտելանում են իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը հանակներ անել։ Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դես ու դեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ երբ սկսում է վրչալ, ծիծաղից թուլանում են։ Արջի դուրն էլ է դա գալիս, բայց երբ շատ են նեղացնում, վրչում է։ Մի տանջեք ինձ, մի սպանեք, այ աղջիկերք, այ լուսերես, այ վարդերես, ձեր սիրելի փեսան եմ ես։ Քնելու ժամանակը որ գալիս է, աղջիկները գնում են պարկելու, իսկ մայն արջին ասում է. Դե դու էլ օջախի առաջը պարկիր, արջախպեր, համ տեղդ տաք կլինի, համ քամուց պատս պար։ Առավոտյան արջը ձների մեջ քարշ գալով գնում է ետ դեպի անտառի խորքը։ Այդ օրվանից արջը սովորություն է դարձնում ամեն իրիկուն միևնույն ժամին գալիս է սրանց մոտ։ Պարկում է օջախի առջև ու թողնում է հետը խաղան ինչքան կուզեն։ Աղջիկներն էլ են սովորում, որ իրիկունները մինչև արջը տուն չի գալիս դուռը չեն փակում։ Ձմեռն անցնում է, գարնանը երկիրը դալարում է ու մի օր էլ արջը լուսերեսին ասում է. Դե հիմա արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառ ինձ էլ չեք տեսնի։ Ուր ես գնում, արջախպեր, հարցնում է լուսերեսը։ Պետք է անտառ գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմռանը, երբ գետին է սառչում է, նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց հենց արևը երկիրը տաքացնում է, այդ գող անպիտանները լույս աշխարհ են դուրս գալիս ու ինչ որ աչքները տեսնում է, գողանում տանում են։ Արջից բաժանվելու համար լուսերեսը շատ է տխրում, իսկ երբ դուռը բացում է, որ գնա, հանկարծ արջի բուրդը կարճում է դռան փակարից, բրդից մի փունջ մնում է փականի վրա ու պոկված բրդի տակից ոսկու պես մի բան է պսպղում։ Երևի աչքից երևաց, մտածում է աղջիկն ու մոռանում տեսածը։ Արջն շտապում է դեպի անտառ ու անհետանում է ծառերի ետևը։ Մի օր մայն աղջիկներին անտառ է ուղարկում, որ գնան ցախ հավաքեն բերեն։ Գնում են աղջիկները ման գալիս, մեկ էլ տեսնում են մի ընկած ծառ։ Ծառի վրա խոտերի մեջ մի բան է այս ու այն կողմ թռչկոտում։ Մոտենում են, տեսնում են մի պառավ թզուկ է, սպիտակ ու երկար մորուքով։ Մորուքի ծայրը մնացել է ծառի ճեղքում, դես ու դեն է ընկնում ու չի կարողանում հանել։ Տեսնելով աղջիկներին, ձայն է տալիս. Ինչ եք այդտեղ տնկվել, չեք կարող մոտ գալու օգնել։ Ինչ է պատահել, գաճաճ քեռի, հարցնում է վարդերեսը։ Ապուշ, հարցնում է, ինչ է պատահել, ինչ պետք է պատահի, ուզում էի ծառը ճղել, մանր տաշեղներ անել մեր խոհանոցի համար, թե չէ մեզ փայտերից մեր կերակուրն այրվում է։ Մենք հո այնքան շատ չենք ուտում, որքան դուք, այդ կոպիտ ու անկշտում խալխդ։ Սեպը զարկեցի, հանկարծ դուրս թռավ, ծառի ճեղքն էլ արագ փակվեց, որ չհասցրի մորուքս ազատել։ Ահա այսպես չարչարվում եմ, իսկ դուք կանգնել եք, բերաններդ բաց եք արել ու հռհռում եք, ապուշտներ, լպստածներ, թու, զահլես ինչպես է գնում։ Աղջիկները մոտենում են, քաշում, չեն կարողանում թզուկի մորուքը ծառի ճեղքից հանել։ Սպասեք, ես գնամ մարդ կանչեմ, ասում է վարդերեսը։ Հիմարի գլուխ բարկանում է թզուկը։ Դուք հերիք չեք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեք։ Կարող եք մի ուրիշ բան էլ արեք։ Լուսերեսն ասում է. մի քիչ համբերիր, ես ճարը գտա, ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի մորուքի ծայրից կտրում։ Թզուկն ազատվում է, իսկ ուն շալակն է գցում ոսկով լի տոպրակը, որ ծառի փչակում էր պահել, շուռ է գալիս ու գնում քթի տակին փնթփնթալով։ Այ քեզ անտաշ ժողովուրդ, եկան էս փառահեղ մորուքից ծայրը կտրեցին, գետինը մտնեք դուք, գետինը։ Այսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ նայելու գնում։ Դեպքից անցնում է որոշ ժամանակ։ Մի օր էլ աղջիկները գնում են ձուկ բռնելու, մոտենում են գետ ափին, տեսնում են ծղրիդի նման մի բան է ետ ու առաջ թռչկոտում ու քիչ է մնում ջուրն ընկնի։ Մոտենում են, տեսնում են իրենց ծանոթ թզուկն է։ Ինչ ես անում այստեղ, գաճաճ քեռի, հարցնում է վարդերեսը։ Ապուշներ, չեք տեսնում ինչ եմ անում, չեք տեսնում անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշել։ Դու մի ասի, թզուկը գետափին նստած կարթով ձուկ էր բռնում, երբ քամին փչում է ու մորուքը փաթաթում կարթի թելին։ Այդ ժամանակ էլ մի մեծ ձուկ է ընկնում կարթն ու թզուկին քաշում է դեպի ջուրը։ Սա գետափի թփերից ու խոտերից է կարճում, բայց չի օգնում, ձուկը տանում է։
Աղջիկները ժամանակին վրա են հասնում, պինդ բռնում են թզուկին ու աշխատում են մորուքը թելից բաժանել, բայց չեն կարողանում, որովհետև մորուքը խճճված է լինում թելին, ուրիշ ճար չի լինում, մկրատը հանում են, դարձյալ մորուքից կտրում իրեն ազատում։ Թզուկը տեսնում է մորուքից էլի կտրել են, սկսում է ճղճղալ. «Այ դուք անպիտաններ, միթե սա կարգ է, հը? Դուք համարձակվեք իմ երեսն էսպես այլանդակել։ Հերիք չէր են օրը մորուքից ծերը կտրեցիք, հիմա էլ ամենալավ մասը տարաք, հը? Հիմա ես ինչպես մերոնց երևամ, այ գետինը մտնեք դուք գետինը»։ Վերցնում է մարգարտով լի տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում ու անհետանում մոտիկ քարի ետևը։ Սրանից մի քանի օր հետո մայն աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում թել, ասեղ, մատնոց եւ այլ մանրուքներ գնելու։ Մի քարքարոտ դաշտով անցնելիս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտտվեց ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի։ Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում։ Ձայնի վրա աղջիկները վազում են, տեսնում են իրենց հին ծանոթ թզուկը։ Արծիվը ճանկել է, ուզում է տանել։ Բարեսիրտ աղջիկներն իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկնում։ Էնքան են արծվի հետ այս կողմ այն կողմ ընկնում, էնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է ու թռչում գնում։ Հենց ուշքը տեղն է գալիս, թզուկը նորից սկսում է ճղճղալ։ «Էս ինչ արիք, չի կարող ավելի քնքուշ լինել, հը? Շորերս պատառոտեցիք, անճոռնի անպիտաններ»։ Ճղճղում է, հետո անգին քարերով լի տոպրակն ուսն է գցում ու անհետանում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը։ Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփան։ Քաղաքում իրենց առևտուրն անում են ու վերադառնում։ Վերադարձին դարձյալ պատահում են հանդում մի տեղ նստած թզուկին։ Տեսնում են տոպրակը շուռ է տվել ու կիտել անգին քարերը, մտածելով, թե էսպես ուշանցնող ու տեսնող չի լինի։ Վերջալույսի շողերի տակ քարերն այնպես են շողշողում, հուրհրատին տալիս, որ աղջիկները մնում են հմայիլ կտրած։ «Ինչ եք բերաններդ բացել կանգնել», գոռում է թզուկը ու բարկությունից նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանագույնի։ Ուզում է նորից անպատվել, մեկ էլ հանկարծ մի մռնչոց է լսվում ու անտառից մի արջ է դուրս վազում ու վրան հարձակվում։ Սարսափահար թզուկը տեղից վեր է ցատկում, որ խցկվի իր խորշը, բայց չի հասցնում, արջը բռնում է։ Զարհուրած սկսում է աղաչել. «Իմ սիրելի, իմ տեր արջուկ, առը հա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ։ Տես ինչ շքեղ անգին քարեր են այստեղ թափված։ Ինձ մի սպանիր, ինչ օգուտ ինձ սպանելուց։ Ատամի տակ նույնիսկ չեմ երևա։ Եթե ուզում ես այս անօրեն աղջիկներին կեր, լորի պես գեր ու թխլիկ, անուշ պատառ են, սրանց կեր, քեզ անուշ լինի»։ Արջը նույնիսկ չի լսում, թե ինչ է ասում թզուկը, թաթով մի զարկ է հասցնում, թզուկը տեղն ու տեղը հանգչում է։ Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել, արջը ետևներից կանչում է. «Լուսիկ, վարդուշ, մի վախեցեք, սպասեք, ես էլ եմ ձեզ հետ գալիս»։ Աղջիկները ճանաչում են իրենց սիրելի արջի ձայնը և կանգնում են։ Արջը մոտենում է նրանց ու հանկարծ մորթին վրայից ընկնում է։ Մորթու տակից դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի, ոտքից գլուխ ոսկու մեջ կորած։ «Ես թագավորի տղա եմ», ասում է նա։ «Էս անսիրտ թզուկն էր ինձ կախարդել ու հափշտակել իմ բոլոր գանձերը, և ես դատապարտված էի անտառներում թափառել մինչև սրա մահը։ Ահա վերջապես սա առավ իր արժանի պատիժը, իսկ ես էլ ստացա իմ նախկին տեսքը»։ Էստեղից իջնում են թզուկի քարանձավը, առնում անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը, ապա թագավորի տղան ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը Վարդերեսի։ Հետները վերցնում են և աղջիկների պառավ մորը, գնում են իրենց աշխարհը, ապրում են ուրախ ու երջանիկ։ Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սպիտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ կարմիր վարդի թուփը։ Ահա և վերջ, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր հեքիաթ ձեզ համար։ Կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ, իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել Ես Ախմեզ Զանգակ կոճակը։ Ցտեսություն։